Շատ հետաքրքիր է, երբ որ իշխանության ներկայացուցիչը մտահոգված է ընդդիմադիրների հայտարարություններով եւ փորձում է ներկայացնել բաներ, որոնք իրականության հետ դեռևս հետագայում է պարզվելու իշխանաղերս ունեն, հետո նաեւ ներկայ իշխանությունների օրոք քաղաքական սպանությունների մասով, դա ապագան ցույց կտա։ Շատ ավելի դաժան բաներ եղել, բայց ապագայի թեմա է։ Ներողություն եմ խնդրում, պարոն Միրասյան, հազար ներողություն։ Հիմա ես անդրադառնամ օրակարգային հարցին։ Եթե ունեք տեղեկատվություն, Ինչ տեղեկատվություն։ որից է տեղեկատվություն, որ նշեցիք, Սպանության շարժառիթների հետ կապված սպանությունների մասին, ապա իմ կարծիքով ճիշտ կլինի անմիջապես հաղորդում տակ պատկան մարմիններին։ Քաղաքական ոչ միայն գործիչների, նաև քաղաքական դրդապատճառներով մարդկանց մահվան Խնդրեմ, պարոն Միրասյան, հիմա կարող եք ներկայացնել ձեր հարցը։ Հա, հարցերը հետևյալներն են։ Առաջինը, պարոն Պողոսյան, ըստ շրջանառվող որոշ լուրերի ուղղակի ուզում եմ իմանալ հաստատեք կամ հերքեք։ Ազգային արխիվից որոշակի բնօրինակ փաստաթղթեր են կորել եւ որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ այս վարույթով այս փաստով արդյոք կա հարուցված քրեական նախաձեռնված քրեական վարույթ եւ կալանավորված անձ թե ոչ։ Երկրորդ հարցը վերաբերում է քննչական կոմիտեի կողմից հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների նկատմամբ արդյոք քրեական վարույթներ կան նախաձեռնված եւ կան արդյոք այս փուլում Ներողություն եմ խնդրում, արգելի գործընկերներ, հատկապես լրագրողներ։ Քրեական օրենսգրքում կարծես թե կահոդված լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, չէ՞։ Նույնը մոտավորապես անալոգիայով նաև չի կարելի խոչընդոտել ազգային ժողովի եւ նրա կառույցների ներել հանձնաժողովի գործունեությանը։ Այսօր խնդրում եմ, էլի, թույլ տվեք նիստը բնականon հուն վերադարձնել։ Եղոյան, խնդրեմ։ Արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներից քրեական վարույթով անցնող դեպքեր կան թե չէ, իմ հարցերը իմիջիայլոց անձնավորված չեն։ Ես խնդրեմ, որպես պատասխանների ընթացքում էլ այս մոտեցումով գնանք։ Երրորդ հարցը վերաբերում է քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն եւ այս ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով դեպքերին է վերաբերում, խնդրեմ, որպեսզի եթե հիմա չունեք ձեր ձեռքի տակ առանձին տեղեկանք տրամադրվի, քանի նման գործերով է եղել, քանի անց։ Հաջորդ հարցը վերաբերում է հայտնի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների կողմից բռնության եւ դաժան դեպքերի առնչությամբ արդյոք կան քրեական վարույթներ նախաձեռնված եւ անձինք, որոնք մեղադրվում են այս վարույթներով, նկատի ունեմ բերետներին, տարբեր կարմիր, կապույտ, չէ, կարմիր, սև, վարդագույն, մի խոսքով, այդ հատուկ նշանակության ջոկատի, վարդագույն էլ կա, չգիտեմ, որ փողոց դուրս կա կտեսնեք։ Հաջորդ հարցը վերաբերում է քրեական օրենսգրքի 507, 329 եւ 330 հոդվածներով արդյոք ունեք 24 թվականի ընթացքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, ուզում եմ հիշեցնել 329-ը վերաբերում է ատելության, խտրականության եւ այս դրվագներով հատկապես արցախցիներին թիրախավորելու մասով արդյոք կա նախաձեռնված քրեական վարույթներ եւ անձինք ովքեր ներգրաված են այս վարույթներով 330-ը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր եւ այն եւ 507-ը դատական ակտը չկատարելը այստեղ արդեն կարամ ազնվորված ասել որտեվ դատական ակտը որը Արման Բաբաջանյանը պիտի ներողություն խնդրել է թու նաեւ ինձնից եւ դաշնակցությունից մինչեւ այսօր կատարված չի դրա վերաբերյալ քննչական կոմիտեն ասել է որ կա վարույթ բայց արդեն տարի ու կես է որևէ բան չկա եթե ունեք տեղեկություն խնդրում եմ ասեք եթե չէ կարող ենք տեղեկանքով առաջիկայում ներկայացնել
Մյուս հարցը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, քանի որ իշխանությունը շատ է սիրում այս թեմայով կոնկրետ թիրախավորված մեկ դրվագով, որը շատ եմ կարևորում, թե իր ծավալով, թե իր հնչեղությամբ, եւ քանի որ Միրան Պողոսյանը ինքն է հայտարարում, որ ինքն է նախաձեռնել այս գործողությունը, ես կընտրեմ, որպեսզի պարզաբանում հստակություն մտնի վերջը։ Այս մասով ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվում, կան մեղադրվող անձինք, արդյոք այդ որ փուլում է գտնվում այս գործը եւ այլն, որովհետեւ ես կարծում եմ, որևէ մեկին ձեռնտու չէ այս գործը նախ դառնա քաղաքական շարժման առարկա անընդհատ, կան հանցագործներ, պետք է այդ մարդիկ պատժվեն, ինչպես որ ցանկացած այլ հանցագործների դեպքում, բայց սա հատկապես կարևոր է եւ առհասարակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով կընտրեմ մի քիչ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացվի, ինչպես Այդ էլ կա, այդ հարցն է, հիմա ուր են այդ 800 կիլոն, մի տոննա էր, 800 էր, ինչքան էր։ Ժորժան, թույլ կտակ պարոն Պողոսյանը պատասխանի, մնացած հարցերով այլ պատգամավորներին գրավոր կամ բանավոր կգրեք, կամ կասեք կամ Պարոն Պողոսյանի վերջին հարցը, որքանով եք գնահատում ձեր կառույցի կախվածությունը գործադիր իշխանությունից, այդ թվում նաև կառավարության ղեկավարից, ուրեմն հիշեցնեմ, որ SMS հաղորդագրությամբ են կոմիտեի նախագահը կամ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դուրս գալիս եւ հաշվի առնելով, որ նշանակման համակարգն այնպիսին է, որ ըստ էության կառավարության եւ վարչապետի համաձայնությամբ է նշանակում կատարվում, դրան գումարած մի հատ էլ, որ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի առնվազն կեսը, չասեմ առնվազն, ուղիղ կեսը, հա, կառավարության կողմից նշանակված անձինք են, որքանով է կախվածությունը խոչընդոտում ձեր կառույցի աշխատանքին, որպեսզի լինեք առավել օբյեկտիվ եւ առավել համոզիչ թե մեր եւ թե հանրության համար։ Շնորհակալ եմ։ Անդրեյ պարոն Պողոսյան։ Մինասյան, մի հատ ճշգրտում, այն առաջի դեպքի հետ կապված որ նշեցիք, որ ազգային արխիվից դա ինչ-որ տարեթիվ բան կա։ Պարոն Մինասյան, ազգային արխիվի որ ժամանակի մասին եք խոսում, ես ճիշտ ասած ազգային 24 թվականի մասն է խոսքը։ Շատ լավ։ Շնորհակալություն հարցադրումների համար, պարոն Մինասյան, դարձյալ ասած մի նկատառում անեմ, ես ամենայն հարգանքով ձեր եւ ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ ես դարձյալ պետք է նորից կրկնեմ, որ ես չեմ ցանկանում առանձին վարույթների հետ կապված մանրամասներ քննարկեմ։ Դուք որոշակի հարցադրումներ բարձրացրեցիք, որոնցից առնվազն 2-ը, չէ 3-ը վերաբերվում են կոնկրետ քրեական վարույթով ինչ-որ որոշակի շարժընթացին եւ ես որպեսի այդ վարույթներով ձեր հարցին սպառիչ պատասխան տամ, ես պետք է ստիպված լինեմ քրեական վարույթի որոշակի փաստական տվյալներ մեջ բերեմ, որովհետև ձեր հարցադրումներն ինքնին, եթե ես ուզենամ այդ հարցադրման ըստ էության ցանկանամ պատասխանեմ, պետք է փաստական տվյալներ բացեմ, փաստական տվյալներին անդրադառնամ, որոշակի ապացույցներ մեջ բերեմ, որը կարծում եմ ամենևին այս ձևաչափով քննարկման հետ կապված ըստ էության այս քննարկման տիրույթում չի կարող ընդգրկվել, հետևաբար ես կփորձեմ, բայց պարոն Մինասյան, այնուամենայնիվ չխախտելով նախաքննության գաղտնիության սկզբունքը որոշակի ձեր հարցերին պատասխան տամ։ Ինչ առաջի վարույթի հետ կապված պարոն Մինասյան, այս դեպքի հետ կապված ըստ էության, եթե դուք նշում եք որոշակի տվյալներ, այս դեպքի հետ կապված ես մեկնաբանություն չեմ կարող տամ, չեմ կարող հաստատեմ կամ հերքեմ, որովհետև եթե դուք նշում եք որոշակի քրեական վարույթների մասին եւ նշում եք կալանավորված անձի մասին, ըստ էության դուք, չգիտեմ, այդ տվյալները որտեղից եք վերցրել, որովհետև մեր մոտ կան քրեական վարույթներ, որոնք ըստ էության գաղտնիության նշագրումով են, հետեւաբար գործի վերաբերյալ ընդհանրապես գործի արկայության կամ բացակայության հետ կապված որևիցե պնդումներ չեմ կարող կատարել։
Երկրորդը նշեցի քրեական վարույթը ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ կապված մեր մոտ վիճակագրություն ըստ էության ըստ անձերի չի տարվում, պարոն Մինասյան, բայց ես իմ հաշվետվությունը նաև չեմ առանձնացրել կոնկրետ սուբյեկտներով, եթե տեսել եք հաշվետվությունը, բայց որքան հիշում եմ, ցենց 2024 թվականին մեկ նման քրեական վարույթ եղել է, այլ մանրամասներ այս առումով չեմ կարող ասել, այս պահին միայն կնշեմ, որ այս պահի դրությամբ, այս առաջի երամսյա կտրվածքով նման վարույթներ չունենք։ 81-րդ հոդվածով ըստ էության հիմքով քրեական պատասխանատվության ազատելու հետ կապված դեպքերին ես իմ հաշվետվության հաղորդման մեջ, պարոն Մինասյան, ես ոչ թե առանձնացրել եմ կոնկրետ հոդվածով 81 հոդվածով նախատեսված հիմքերով քրեական պատասխանատվության ազատելու դեպքերը, ես իմ հաշվետվության մեջ, հաղորդման մեջ ըստ էության տարանջատել եմ, թե ինչ հիմքով է կարճվել, ռեաբիլիտացնող, թե ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Ունեմ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված վարույթների վերաբերյալ թվաքանակ, որոնց մեջ նաև մտնում է ձեր մատնանշած հիմքով քրեական պատասխանատվության ազատելու դեպքերը, այդ հոդվածով առանձին հաշվառում որպես այդպեսին չեմ կատարել, բայց եթե դուք այս առումով հենց ցանկանում եք որպեսի այս հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չհարուցելու վերաբերյալ դեպքերը, խնդրեմ գրավոր ներկայացրեք, ես այս առումով կփորձենք վիճակագրություն ներկայացնենք, հիմքերի հետ կապված, պարոն Մինասյան, նշեմ, որ ըստ էության հիմքերը պարզ են, օրենսդրությամբ հստակ ձևակերպված են իրավապայմանները, եթե առկա են լինում համապատասխան հիմքեր, օրինակ, չգիտեմ, անձը ենթադրենք օրինակ հանցագործության պատճառված վնասնավ վերականգնել, ըստ էության աջակցել անախաքննական մարմնին, չգիտեմ, ըստ էության այդ գործուն զղջալու հետ կապված լրիվ միջոցները ձեռնարկել է եւ այլն, կարող է քննարկվել եւ եթե անձը համաձայն է այս հիմքով որպեսի քրեական հետապնդումը ըստ էության դադարեցվի կամ չհարուցվի, կարծում եմ համապատասխան իրավապայմանների առկայության պայմաններում կարող է դիտարկվել նման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չհարուցելու հարցը, բայց խնդրում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք, պարոն Մինասյան, քրեական հետապնդման դադարեցման կամ չհարուցման մասին միջնորդությունը քննչական կոմիտեն քննիչը չի կայացնում։ Այս որոշումը կայացնում է մեղադրանքը տնօրինող սուբյեկտը դատախազը, տվյալ դեպքում հսկող դատախազը։ Հաջորդը ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի, չգիտեմ, ոստիկանության ծառայողների հետ կապված դեպքերով, պարոն Մինասյան, ես որոշակի վիճակագրություն հանել եմ, դարձյալ ստեղ խնդրում եմ իմ նշածը ոչ թե իմ պատասխանը ընկալեք, ոչ թե որ հարցից ես ուզում եմ խուսանավեմ կամ ձեր հարցին հստակ չպատասխանեմ, բայց մենք հաշվետվությունը եւ վիճակագրությունը վարում ենք կոնկրետ, օրինակ ոչ թե օրինակ անձերով, սուբյեկտերով, հատկապես ոստիկանության ծառայողների հետ կապված, թե ով որ ստորաբաժանում է ծառայել։ Ես կարող եմ ընդհանուր վիճակագրություն ներկայացնեմ, թե խոշտանգման հետ կապված վարույթներով ընդհանուր, պարոն Մինասյան, անցած տարի որքան վարույթ ենք ուղարկել դատարան։ Հիմա թե դրանց մեջ որ ստորաբաժանման ծառայող է եղել, մենք այդպես վիճակագրություն չենք վարում։ Ես կարող եմ ներկայացնել վիճակագրական տվյալներ, ավելին ասեմ, 2023 թվականին ունեցել ենք նման վիճակագրության 261 դեպք, որից դատարան ենք ուղարկել 2023-ի մասին է խոսքը, 2 վարույթ 4 ամսի վերաբերյալ, 2024 թվականին ունեցել ենք 330 դեպք, որից դատարան է ուղարկվել 8 վարույթ 11 ամսի վերաբերյալ։ Այս տարվա կտրվածքով արդեն իսկ 3 ամսի վերաբերյալ վարույթ դատարան ենք ուղարկել։ Այսինքն աճ ունենք դատարան ուղարկված քրեական վարույթների աճ ունենք։ Այս թվից, պարոն Մինասյան, չեմ կարող հստակ ասել, թե օրինակ կոնկրետ ծառայողները, որ ստորաբաժանում են ծառայել, այս մասով մենք վիճակագրություն չենք վարում։ Այս հարցով սա եւ 507, 329 եւ 330 հոդվածներով նախատեսված վարույթների հետ կապված, այո, պարոն Մինասյան, ունենք վարույթներ ձեր կողմից մատնանշված հանցակազմի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներ, այս վարույթներով ունենք մեղադրյալ ներգրավված անձինք, ունենք դատարան ուղարկված վարույթներ, կոնկրետ թվային տվյալներ, թե քանի վարույթ է նախաձեռնվել 507 հոդվածով, 329 հոդվածով, 330 հոդվածով, այս պահին նման վիճակագրական տվյալներ ինձ մոտ առկա չեն։
Նաև դարձյալ պետք է ես նշեցի, որ նաև ունենք համապատասխան վարույթներ, որոնցով քրեական հետապնդումներ են եղել եւ կոնկրետ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Բայց, պարոն Մինասյան, մենք դարձյալ վիճակագրությունը չենք վարում, թե օրինակ, ասենք բռնության գործադրումը կոնկրետ ում հասցեին է ուղղված։ Չեմ էլ պատկերացնում նման վիճակագրություն ոնց կարելի է վարել, այսինքն թե տվյալ դեպքում ստեղ մենք ավելին ասեմ, այս բնույթի քրեական վարույթներում մենք տուժող էլ չենք ունենում։ Դրա համար ես չեմ կարող հիմա ձեր հարցին, եթե մեծ ցանկության դեպքում էլ չեմ կարող պատասխանել, թե օրինակ այս դեպքերով կոնկրետ ում էր ուղված, ինչ բնույթ կար, տարբեր բնույթ ունենք, պարոն Մինասյան, չեմ կարող տարանջատել։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դուք մասնավորեցրեցիք կոնկրետ դեպքի հետ կապված այն մեծաքանակ թմրամիջոցը։ Ես նշեմ, ընդհանրապես որպեսի դարձյալ այլ կարծիք չձևավորվի, այդ քրեական վարույթով ունենք մեղադրյալ ներգրաված անձինք, ունենք քրեական հետապնդման ենթարկվող անձինք, այս պահին որևիցե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, այս պահին որոշակի քննչական եւ վարույթային գործողություններ կատարվում են, սպասում ենք դրանց արդյունքներին եւ կորոշվի քրեական վարույթի ելքը։ Այսինքն ես նույնիսկ եթե հիմա ապացույցները եւ փաստերը բավարար են եղել, որպեսզի անձանց նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում, այդ փուլում այս պահին դադարեցման հիմքեր առկա չեն։ Եթե դադարեցման հիմքեր լինում են, մենք պարտավոր ենք ցանկացած փուլում դադարեցնել քրեական հետապնդումը, այսինքն միջնորդություն ներկայացնել։ Ես նաև իրավունք չունեմ որպես իրավաբան, պարոն Մինասյան, կանխորոշեմ քրեական վարույթի ելքը։ Ես եթե ձեզ հիմա կանգնեմ եւ վստահաբար ասեմ, որ գործը մեղադրական եզրակացությամբ գնալու է դատան, կարծում եմ, էսի լուրջ չի ընկալվի։ Հետևաբար, այսքանը կարող եմ հայտնել, որ ունենք քրեական հետապնդման ենթարկվող անձինք եւ քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում, կարծում եմ, պարոն Մինասյան, առաջիկայում քրեական վարույթը նախաքննությունը կավարտվի, որովհետեւ սակավաթիվ թվով քննչական եւ վարույթային գործողություններ են մնացել, որոնք որ այս գործով նախատեսվում են։ Որքանով է գնահատում կառույցի կախվածություն։ Պարոն Մինասյան, նոր չեմ հիշում ում հարցին պատասխանեցի, երբ որ մատնանշեցի քննիչի դատավարական ինքնուրույնությունը։ Դուք նշեցիք, վկայակոչեցիք կարգապահական հանձնաժողովի ըստ էության թվաքանակը եւ կարգապահական դրանից բխող որոշակի եզրահանգումներ կատարեցիք, իմ կարծիքով կասկածի տակ դրեցիք կարգապահական հանձնաժողովի ըստ էության անդամների թվաքանակով եւ ներգրաված անձանց շրջանակով քննիչի դատավարական ինքնուրույնությունը, բայց պարոն Մինասյան, ես նոր հարցին պատասխանելուց նշեցի, ես որպես քննչական կոմիտեի ղեկավար, նույնիսկ ես, որ ըստ էության ղեկավարում եմ տվյալ գերատեսչությունը, ի պաշտոնե իրավասու չեմ միջամտեմ քննիչի գործունեությանը, որովհետև դատավարական օրենքով ամրագրված քննիչի դատավարական ինքնուրույնությունը, այսինքն քննիչը անկախ է, քննիչը ինքնուրույն է, քննիչն ինքն է ուղղություն տալի քննությանը եւ քննիչն ինքն է պլանավորում իր գործողությունները։ Եվ ավելի նոր օրենքի պայմաններում, պարոն Մինասյան, օրենքը տարանջատել է յուրաքանչյուրի պատասխանատվության շրջանակը, պատասխանատվության շրջանակը անհատականացված է թե քննիչի տեսանկյունից, թե քննիչը ինչի համար է պատասխանատու, քննիչը պատասխանատվության հստակ շրջանակ ունի բնականոն ընթացքի համակողմանության եւ քննչական գործողությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամանակին կատարելու համար, իսկ քննչական մարմնի ղեկավարը ունի իր պատասխանատվության շրջանակը։ Հետևաբար այդ առումով այլ բան ավելացնելու, այլ, չգիտեմ, գոհացրեց ձեզ իմ պատասխանները, թե ոչ, պարոն Մինասյան, բայց այս էր իմ պատասխանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, արդեն ավտոմատ է, էլի նորմալ է։ Դե պարզ է, sense temper-ում ես կարող ընդհանրապես գնամ ու գիտեք արդեն, ընդհանրակարգ եւ այլն։ Այդ պետք է իրավականը միշտ աչքի անգնում ես առումով, խնդրեմ բարը։ Ձեր պարկեշտությունը գնահատելով հանդերձ ձեր նոր պաշտոնի նշանակման շրջանակներում հասկանում եմ, որ շատ տեղեկություններ գուցե նաև ընթացքում է ավելի լիարժեք դառնում, բայց այնուամենայնիվ անդրադառնամ այս հնչեցված պատասխաններին, կախվածությունը ես
ուղիղ իմաստով հենց նկատի ունեմ, թե նշանակման, թե ազդեցության եւ թե նաեւ փաստի ուժով արձանագրում ենք մենք, որ գործադիր իշխանությունը ուղիղ միջամտություն ունի։ Եվ այդ ուղիղ միջամտությունը արտահայտվում է հրապարակային։ Ասենք մարդն ասում է, հա, SMS եմ ուղարկել, այն մեկն էլ ասում է, հա, հարգել եմ, ազատվել եմ աշխատանքից։ Դա ուղիղ միջամտություն է, էլի, այսինքն ստե երկրորդ բան չկա։ Դատախազը ինքը հսկողություն է իրականացնում ձեր նկատմամբ, քննիչի նկատմամբ, գործի նկատմամբ էլ, քննիչին էլ։ Եվ դուք ունեք օրենքով նախատեսված լիազորություններ համակարգելու, բնականon ընթացքն ապահովելու եւ այլն, այսինքն դուք էլ ունեք ազդեցություն։ Երբ որ դուք ասում եք քննիչը ինքնուրույն է, անկախ է, մենք բոլորս հատկապես աշխատանքային փորձառություն ունեցող մարդիկ էլի, սենց կտրուկ գնահատականներ խնդրում եմ մի տվեք, չի կարող քննիչը այնքան ինքնուրույն լինի, որ ասի կապ չունի կոմիտեի նախագահ դու ինչ ես ասում, ես սենց եմ որոշում։ Ասենք դա թե պրոֆեսիոնալ էթիկայի, թե մարդկային հարաբերությունների դաշտից դուրս է, խնդրում եմ պատասխանների շրջանակներում հաշվի առնենք, էլի, որ փորձառություն ունեցող նաև մարդիկ էլ կան, էլի նստած, հենց չի, ուրիշ բան, որ ասեք մաքսիմալ ձևով փորձում ենք օբյեկտիվություն եւ այլն եւ հանրային հաշվետվողականության մեջ էլ այս ամենը ներկայացնել։ Թմրամիջոցների կոնկրետ դեպքի մասով այդ թմրանյութը վերջը կա, թե չկա, գոնե դի կարանք հաստատենք։ Այսինքն, եթե կա, որտեղ է հիմա գտնվում, արդյոք հատուկ պահպանված են այնտեղ, թե վերացված է արդեն, սա նաև մասով։ Գործուն զղջալու հիմքով հիմա Տիկին Մինասյանը ասես, որ ինքը ունի արդեն տեղեկանք, խոսքը գնում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով եւ կարծում եմ սա հաշվի առնելով հարցի շատ կարևոր լինելը, որովհետեւ նորից եմ կրկնում, պարլամենտում բավականին լուրջ քննարկում է տեղ ունեցել, մտքերի բախում է եղել, սահմանադրական դատարան դիմելու փորձ են կարել, մերժում ենք ստացել եւ ինքը շատ լուրջ նաեւ հարց է։ Հետեւաբար այդ մասով էր, որ Տիկին Մինասյանը ասեց, ունի առանձին տեղեկանք եւ երևի առաջիկայում քննարկման առարկա կդառնա։ Եթե դուք էլ կօգնեք հավելյալ տեղեկություններով, շատ ավելի ուրախ կլինենք։ Խոշտանգումների մասով ես հատուկ շեշտեցի եւ դուք չեք կարող չունենալ ուղղակի նման տվյալներ, ի վերջո խոսքը գնում է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողների մասին։ Սա ստանդարտ դեպքեր չի էլի, որ ասենք մի քաղաքացին մյուսի նկատմամբ, չգիտեմ, խոշտանգում է արել կամ ինչպես նշեց Տիկին Թովմասյանը, կոնկրետ դեպքով, երբ որ իրավասու մարմնի հսկողության տակ գտնվող անձի ենթարկվում է խոշտանգման։ Այս դեպքերը չեն էլի, որ ստանդարտ այս պատասխաններ տրվեն։ Կան թե չկան իմ այդ բերետներից, որոնք ներգրաված են քրեական վարույթներով կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, թե ոչ։ Այո կամ ոչ, եթե այո, ապա քանիսն է, ոչ էլ անուն ենք ուզում։ Որտեղ դուք ստեղ տեսեք, ասում եք, նշում եք Տաուշը հանուն հայրենիքի փրկության շրջանակներում ասում եք կոնկրետ, բայց հիմա այդ նույն շրջանակներում, երբ որ նռնակներ էին նետում, մարդիկ էին վիրավորվում ու հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների մասով ոչ մի բան չկա։ Ես կխնդրեի, որպեսզի այս ֆորմատով նայենք էլ այս հարցին։ Եվ վերջին դիտարկումը ազգային արխիվի մասով ինքը չափազանց նուրբ եւ կարեւոր հարց է, որը նորից եմ կրկնում, տեսեք, չեմ անուններ, բաներ չեմ հրապարակում ես եւ ոչ էլ ակնկալում եմ, որ դուք անուններ հրապարակեք։ Ընդամենը խոսքը գնում է փաստի մասին, կա այդպիսին, թե ոչ, այդպիսի դեպք կա եւ քրեական վարույթ նախաձեռնված է, արդյոք այս հանցագործության մասով կալանավորված անձ կա, թե չկա։ Սա ընդամենը այս դրա մասն է խոսքը գնում։ Ձեզնից չեմ ուզում դուք գործի մանրամասնություններ կամ այնպիսի նախաքննական գաղտնիք հրապարակեք, որ խոչընդոտի հետագայում ոչ էլ դրդում կամ որդորում եմ ձեզ այդպիսի բան անեք։ Շնորհակալ եմ։
Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Ես ուզում եմ, որպեսզի մենք առարկայական քննարկենք, էլի դուք ինձանից հարցնում եք, սենց գործ կա թե չէ։ Այստեղ նստածա պարոն Վարդանյանը, որ շատ պրոֆեսիոնալ իրավաբան է։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում մի իրավիճակ, երբ որ ես հիմա հրապարակային հայտարարեմ, որ ես ինչ փաստով քրեական վարույթ կա։ Միգուցե ես վաղը պլանավորում եմ որոշակի գործողություններ կատարեմ։ Պարոն Մինասյան, ասենք դուք այդ հարցը որ տալիս եք ինձ, ես որպես միգուցե վաղը անհետաձգելի գործողություններ կոնկրետ այդ փաստով, այսինքն ես հիմա եթե նշեմ կոնկրետ այս ինչ փաստով սենց վարույթ կա, այդ անձինք համապատասխան իրաց դատավարական վարքագիծը կառուցելու են իմ ասած տրամաբանությամբ։ Ես վաղը օրինակ կամ մյուս օրը կամ այն մյուս օրը չեմ կարողանալու որևիցե գործողություն պլանավորել։ Սա անկեղծ եմ ասում, սա որպես փորձված իրավաբան եւ Բայց ես ավարտված գործերով եմ հաշվետվություն ներկայացնում։ Պարոն Մինասյան, Ավարտված Ես պատասխան ո՞նց կարելի է տալ, այսինքն ես պարոն Վարդանյան, մի րոպե, այստեղ արդեն ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, նաև օրենքով նախատեսված լիքը այլ հարցերի բան մի րոպե, այսինքն ես նորից ես դեպքի մասին եմ ասում, ես եմ կրկնում, ես ոչ անուն եմ ուզել, ոչ մանրամասնություններ ունեմ, դեպքի, դուք ասում եք, եթե անգամ տես դեպք կա, դա գաղտնի է, ո՞նց կլինի դե։ Դե ես մի հատ օրինակը բերեմ, որ հասկանաք, դիցուկ այսօր քննիչը։ Օրինակ պետք չի բերեն, կոնկրետ այս օրինակ։ Դե կասելա, գիտեք, այսինչ հիմնարկում, այսինչ արարքա տեղի ունեցել։ Մենք օպերատիվ հետախուզական տվյալներ ունենք, որ այս փաստաթղթերը գտնվում են այստեղ։ Անհրաժեշտ է անմիջապես ստանալ դատարանի թույլտվություն, որտեղ կա կասկած, որ դրանք թույլ տվեք ես ավարտեմ։ Թույլ տվեք հիմա 5-րդ, 4-րդ ամիսն։ Պարոն Մինասյան, թույլ տվեք ավարտեմ։ Դու թույլ տվեք ես ավարտեմ, էլի։ Չեմ ասում, որ ես եմ նախագահում դեռ։ Այս ինֆորմացիան կա, այս ինֆորմացիայի SSS բաները պետք է իրականացնել։ Բացի դրանից հաշվի առնելով կա գաղտնիության գրիֆ, առաջարկում ենք, որ այսպիսի այս գործի հետ կապված նվազագույն հրապարակայնություն լինի։ Հիմա այս պարագայում տեսեք, հիմա երբ որ մենք քննարկում ենք հնչական կոմիտեի հաշվետվությունը, մենք պետք է հնարավորինս ես քննարկման սկզբում էլ ասեցի, հնարավորինս զերծ մնանք կոնկրետ գործեր մատնանշելուց։ Բայց մենք տես գործ կա թե չկա։ Հիմա հերքի լավ չի։ Հաստատի խնդրահարույցա։ Հիմա արեք խոսենք գործերի խմբերի մասին, երևույթների մասին, կատեգորիաների մասին։ Պարոն Պողոսյան առողջ մասին։ Մի րոպե, հիմա դուք ասում եք, որ կարող է լինել այս երկրում իրավապահ մարմին, որը որոշակի իր իրավունքի շրջանակներում գործ է հարուցում, եւ երբ որ պատգամավորը հարցնում է արկայության մասին գործի, չեմ ասում մանրամասնությունների, կա թե չկա, դուք ասում եք դա կարա դիտվի որպես գաղտնիք եւ չհրապարակվի։ Փաստի մասին է խոսքը գնում, խոսքը չի գնում մանրամասնությունների մասին։ Դա ես խոսքը փոխանցե պարոն Պողոսյանին, բայց եւ հնարավորություն կունենաք նաեւ ցեղասպանության թեմայով դուք չեք կարող նման բան ասել, որ գիտես ինչ կա, դա գաղտնի չեն կարող ասել, այս հոդվածով քրեական հետապնդում հարցը։ Ես խոսքը փոխանցեմ պարոն Պողոսյանին, որը դատավորագիտական ավելի լավ գիտելիքներ ունի։ Դուք ավելի լավ եք օժանդակեք ազգային ժողովի պատգամավորներին տեղեկատվություն ստանալու իրենց սահմանադրական իրավունք իրացնելու հարցում։ Չէ՞, դուք ոչ։ Թույլ կտակ պատասխանեմ պարոն Մինասյան։ Վերջին բանը ասեմ, չհասցրեցին դեր, ես խնդրեմ են տեղեկանքներ 507-ի, 329-ի եւ 330-ի առաջիկայում, եթե հնարավորություն ունենաք, թվային տվյալներ։ Պարոն Մինասյան, ճիշտ ասած ես անկեղծ չհասկացա ձեր անհամաձայնության, չգիտեմ, այտենց սուր արձագանքելու, այսինքն մենք առաջի անգամ ենք լսում, որ օրինակ գաղտնի նշագրումով գործերը, վարույթները նույնիսկ մեր հաշվառումներով, ընդհանցակարգն եմ ասում, պարոն Մինասյան, մեր հաշվառումներով, երբ որ մեր աշխատողը, ով որ վիճակագրություն է վարում, ֆաբուլան գործի չի նշվում։ Չէ, լես ավարտեմ միջև վերջ։ Դու մանրամասները չէ, դեպքն եմ ասում, պարոն Մինասյան, դեպքը, որ պետք է նկարագրվի, այս ինչ փաստով չի գրվում։ Պարոն Մինասյան, նույնիսկ մեր վիճակագրության մեջ գրվում է գործի համար ու տակը նշվում է գաղտնի ֆաբուլան, ձեր ասած դեպքը չի գրվում։ Այսինքն, եթե նույնիսկ ազգային ժողովի պատգամավորը կամ չգիտեմ այլանց ասի սենց դեպքով վարույթ կա, ես իրավասու չեմ, պատասխանեմ
վարույթ կա թե չէ։ Սա ես առաջի անգամ եք լսում։ Պարոն Մինասյան, մնացածը ելույթում էլի ներողություն եմ խնդրում։ Առաջին անգամ սա անթույլատրելի բան է։ Պարոն Մինասյան, մնացած ձեր Պարոն Մինասյան, Եթե մենք խոսում ենք վարույթի արկայության մասին, դուք հիմա տեսեք, դուք ասում եք վարույթի արկայությունը կամ բացակայությունն է գաղտնի։ Դա աբսուրդ է։ Դուք կարաք ասեք վարույթի մանրամասնությունները դեպքի նկարագրությունը գաղտնի է, դա հասկանում եմ։ Եվ այո, նախատեսված մեխանիզմ կա, արկայություն կամ բացակայությունը համարել գաղտնի, դա արդեն ամեն ինչից դուրս է։ Պարոն Մինասյան, իմ պատասխանը լսեցիք, պաշտոնապես հայտարարում եմ, հիմա դուք դա որակեք աբսուրդ, դուք որակ մենք կներեք էլի, ես չեմ կարող խոսամ ընդհանրապես։ Ես Պարոն Պողոսյան, մեր վիճակը հիմա պատկերացնում եք։ Կարակտիկ ասեք, ուղղակի խնդրանք հետևյալն է։ Խնդրանք հետևյալն է, պարոն Պողոսյան, եւ սրանով ես ավարտում եմ այդ բանը։ Խնդրանք հետևյալն է։ Ձեր կողմից մատնանշված այդ օրենսդրական հիմքը նշեք, որ օրենքով եք շարժում նման պատասխան տալուց։ Պարոն Պողոսյան, ժամանակ ունենաք, մինչև լիագումարը կգտնեք հիմքերը կներկայացնեք։ շատ լավ։ Այս մասով սա Պարոն Մինասյան, այ դուք ասում եք մենք պրակտիկ աշխատող ենք, մենք բոլորս էլ հասկանում ենք ո՞նց կարա կոմիտեի նախ։ Հիմա փաստը մնում է, ես ձեզ վիճակագրական տվյալներ ներկայացրել եմ։ Ուրեմն հավաստիացնում եմ ձեզ նախ յուրաքանչյուր անգամ, երբ որ գործ է քննարկվում եւ այլն, ըստ էության քննիչը յուրաքանչյուր վարույթով ունենում է պարտադիր իր սեփական դիրքորոշումը եւ սեփական կարծիքը, սա պարտադիր պայման է։ Այստեղ ընդհանրապես կարգապահական վարույթի հետ կապված ես հավաստիացնում եմ ձեզ, որ դեպքեր են եղել, երբ որ կոմիտեի նախագահան ու մինչև ինձ հիմա էլ կոմիտեի նախագահան ինքը միջնորդություն է ներկայացրել կարգապահական հանձնաժողով, որպեսզի քննիչը ենթարկվի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ենթարկվի կարգապահական պատասխանատվության, հանձնաժողովը ըստ էության քվեարկել է եւ հանձնաժողովը մերժել է անձին կարգապահական տուժ նշանակելու մասին միջնորդությունը։ Այսինքն սա այն անկախության հենց մեխանիզմներ է ներդրված, որպեսզի այդ անկախությունը առավելագույնս երաշխավորի։ Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ այսօր նաև որոշակի կարգապահական տեսակի տուժեր ունենք, երբ որ քննիչը ենթարկվել է կարգապահական տուժի, բայց քննիչը ինքը վիճարկում է վարչական դատավարության կարգով այդ տուժերը։ Սա կարծում եմ այն ցուցիչն է, չգիտեմ, դուք ինչ-որ ժամանակներ եք մատնանշում, փորձ եւ այլն, բայց հիմա սա է պատկերը։ Քննիչը ինքնուրույն է, քննիչը սահմանափակված չի, կաշկանդված չի ղեկավարով եւ այսօր քննչական կոմիտեում խրախուսվում է այն քննիչը մենք այնպես մեխանիզմներ ենք դրում, որպեսզի քննիչը ըստ էության ունենա սեփական կարծիքը։ Մյուս դեպքերի հետ կապված ճիշտ ասած այսքան է երևի։